Ինչու ենք մենք այսօր Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան առաջ, որովհետև ցանկություն կա նորին գերազանցություն պարոն դեսպանին, պարոն Շիրղոլամիին, անձամբ փոխանցել Բարգավաճ Հայաստան կուսակցության նամակը, որտեղ նկարագրված է ամբողջ այն իրավական բեսպրեդելը, որը սանձազերծվել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ։ Մեր համար անընդունելի է, որ Իրանի Իսլամական Հանրապետության երկու քաղաքացիների, վստահաբար կարող եմ ասել երկու խարդախների, երկու խաբեբաների պատճառով վտանգված են հայ-իրանական դարավոր բարեկամական հարաբերությունները։ Ինչպես գիտեք, Գագիկ Ծառուկյանը մշտապես հանդես է եկել հայ-իրանական տնտեսական, մշակութային, առևտրային, քաղաքական կապերի ամրապնդման դիրքերից եւ արել է առավելագույնը այս երկու երկրների միջև այդ կապերը ամրապնդելու եւ զարգացնելու ուղղությամբ։ Եվ այսօր երկու խարդախ գործարարների կեղծ ցուցմունքի պատճառով իրականում վտանգված է հայ-իրանական բարեկամությունը, որովհետեւ բոլորս շատ լավ հասկանում ենք, որ սա բացարձակ անհիմն, սուտ եւ հորինված մեղադրանք է, որի հիման վրա կալանավորվել է Գագիկ Ծառուկյանը, բայց ցավոք այդ մեղադրանքի հեղինակները Իրանի Իսլամական Հանրապետության Կրուտոյ օկեր, գետնանուշի լրիվ նոր մակարդակ, ավելի խրթխրթան, ավելի համեղ, ավելի անդիմադրելի, Կրուտոյ օկեր, համտեսիր եւ համոզվիր ինքդ։ Կյանի նկատմամբ քրեական գործ հարուցել եւ այնուհետ նրան կալանավորել, որովհետեւ վստահաբար սա նաեւ որոշակի շարժառիթներ ունի եւ վստահ եմ, որ որոշակի անձինք կամ երևույթներ են կանգնած այս ամեն ինչի հետևում, նրանք նաեւ հստակ նպատակ են ունեցել վատթարացնել հայ-իրանական հարաբերությունները, սեպ խրել է դարավոր բարեկամության մեջ, ինչպես նաեւ Հայաստանում գեներացնել հակա-իրանական տրամադրություններ։ Կարծում եմ, որ սա առաջին հերթին պետք է թույլ չտան Իրանի իշխանությունները, պատկան մարմինները եւ այս դեպքում նաեւ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունը։ Մենք ուզում ենք հավատալ, որ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունը դեսպանի գլխավորությամբ հետամուտ է լինելու այս գործընթացի բացահայտմանը, օգտագործելու է բոլոր հնարավոր իրավական եւ դիվանագիտական գործիքները պարոն Ծառուկյանի նկատմամբ սանձազերծված բացարձակ ապօրինի քրեական հետապնդումը դադարեցնելու եւ արդարության հասնելու նպատակով։